Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Նախորդ դասին մենք ծանոթացանք DAX-ի հիմունքներին և ստեղծեցինք մեր առաջին մեժրները՝ Total Quantity, Total Orders և Average Items per Order։ Հիմա արդեն կօգտագործենք այդ մեժրները մեր ռիփորթում։ Կհասկանանք, թե ինչ է KPI-ը, ինչպես է այն ներկայացվում Power BI-ում և կստեղծենք մեր առաջին Chart Visual-ները։ Ինչ սկսելը նշեմ, որ այս տեսանյութի ընթացքում ձեզ սպասվում է Power BI դասընթացի մասնակցության հատուկ պրոմոկոդ։ Այնպես որ եղեք ուշադիր։ Սկսենք KPI հասկացությունից։ KPI նշանակում է Key Performance Indicator, այսինքն հիմնական կատարողական ցուցանիշ։ Բիզնեսում մենք սովորաբար ունենք մեծ քանակությամբ տվյալներ, բայց ամեն անգամ անհրաժեշտ չէ ուսումնասիրել ամբողջ աղյուսակը։ Շատ հաճախ բավական է տեսնել մի քանի կարևոր ցուցանիշ, որոնք արագ ցույց կտան ընդհանուր պատկերը։ Օրինակ, քանի ապրանք է վաճառվել, քանի պատվեր է կատարվել կամ միջինում քանի ապրանք է բաժին ընկնում մեկ պատվերին։ Այսպիսի կարևոր ցուցանիշները կարող են լինել մեր KPI-ները։ Power BI-ում KPI-ները կարող ենք ներկայացնել տարբեր վիժուալներով։ Իսկ այս դասում կօգտագործենք Chart Visual-ը։ Քարտը թույլ է տալիս հիմնական արժեքները ներկայացնել մեծ և տեսանելի ձևով, որպեսզի ռիփորթը բացելիս օգտագործողը միանգամից տեսնի կարևոր թիվը։ Այժմ եկեք մեր ստեղծած մեժրները ներկայացնենք քարտերի միջոցով։ Ստեղծենք մեր առաջին KPI-ը։ Visualizations բաժնում ընտրում ենք Chart Visual-ը, պարզապես սեղմելով դրա վրա։ Քարտը ավտոմատ ավելանում է ռիփորթի էջում։ Այժմ Data բաժնում գտնում ենք Total Quantity measure-ը և սեղմում դրա վրա։ Power BI-ն ավտոմատ ավելացնում է այն քարտի value դաշտում։ Ինչպես տեսնում եք, քարտը ցուցադրում է ընդհանուր վաճառված քանակը, իսկ ներքևում ցուցադրվում է նաև մեժրի անվանումը։ Այսպիսով, մեր առաջին KPI-ն արդեն պատրաստ է։ Այժմ ստեղծենք երկրորդ KPI-ը։ Քանի որ առաջին քարտը դեռ ընտրված է, նախ սեղմենք ռիփորթի էջի դատարկ հատվածի վրա, որպեսզի առաջին քարտն այլևս ակտիվ չլինի։ Այնուհետև Visualizations բաժնում կրկին սեղմում ենք Chart Visual-ի վրա։ Նոր քարտն ավտոմատ ավելանում է ռիփորթի էջում։ Այժմ Data բաժնում սեղմում ենք Total Orders measure-ի վրա։ Power BI-ն այն ավտոմատ ավելացնում է նոր քարտի value դաշտում։ Այս KPI-ը ցույց է տալիս մեր պատվերների ընդհանուր քանակը։ Ավելացնենք նաև երրորդ KPI-ը։ Նախ սեղմում ենք ռիփորթի դատարկ հատվածի վրա, որպեսզի նախորդ քարտը ակտիվ չլինի։ Հետո ընտրում ենք Chart Visual-ը։ Այնուհետև Data բաժնում սեղմում ենք Average Items per Order measure-ի վրա։ Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե միջինում քանի ապրանք է բաժին ընկնում մեկ պատվերին։ Այժմ մենք արդեն ունենք 3 հիմնական KPI-ներ, որոնք միասին արագ ներկայացնում են մեր տվյալների հիմնական ցուցանիշները։ Քանի որ դեռ մեզ հետ եք, նշանակում է իսկապես ուզում եք տիրապետել Power BI-ին։ Օգտագործեք 10% զեղչի YouTube Power BI պրոմոկոդը մեր կայքում դասընթացի գրանցվելիս։ Նշեմ նաև, որ Power BI դասընթացի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև նախագրանցվելու համար կարող եք այցելել մեր կայք Power BI դասընթացի բաժին։ Նախագրանցվելու համար սեղմում եք նախագրանցում կոճակին, հետո սկսել, հետո լրացնում համապատասխան դաշտերը և հաստատում, որից հետո մենք կապ կհաստատենք ձեզ հետ։ Կամ կարող եք կապվել մեզ հետ նշված հեռախոսահամարով։ Այս պահին մեր վիժուալները տեղադրում ենք մեկ ռիփորթ էջի վրա, բայց Power BI-ի հաշվետվությունը կարող է ունենալ նաև մի քանի էջ։ Օրինակ, կարող ենք ունենալ ընդհանուր overview edge, առանձին sales analysis edge
Customer Analysis Edge և այլն։ Այս պահին էջերի ստեղծմանը և կազմակերպմանը չենք անդրադառնա։ Հաջորդ դասում արդեն կտեսնենք, թե ինչպես են ստեղծվում և կազմակերպվում ռիփորթի տարբեր էջերը և ինչպես կարելի է դրանցում ավելի ճիշտ դասավորել վիժուալները։ Կարևոր է հասկանալ, որ KPI-ների նպատակը պարզապես թվեր ցուցադրելը չէ։ Դրանք օգնում են ռիփորթը բացելիս արագ հասկանալ հիմնական արդյունքները։ Օգտագործողը նախ կարող է տեսնել հիմնական KPI-ները, իսկ հետո անցնել ավելի մանրամասն վերլուծության, գրաֆիկների, աղյուսակների և այլ վիժուալների միջոցով։ Այս մոտեցումը շատ տարածված է բիզնես դեշբորդներում։ Այսպիսով, մենք հասկացանք, թե ինչ է KPI-ը և ինչպես կարող ենք այն ներկայացնել Power BI-ում։ Օգտագործեցինք նախորդ դասում ստեղծված մեժռները և դրանց հիման վրա ստեղծեցինք մեր առաջին քարտ վիժուալները։ Այս պահին կենտրոնացանք միայն KPI-ների ստեղծման վրա, սակայն հաջորդ դասին արդեն կսովորենք ձևավորել մեր քարտերը, փոխել դրանց տեսքը, չափերը և դասավորությունը, ինչպես նաև կսկսենք ավելի ճիշտ կազմակերպել ռիփորթի էջերը։ Շնորհակալություն, որ դիտեցիք տեսանյութը։ Հետևեք մեր ալիքին և դիտեք մեր մյուս հոլովակները ևս։